Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ ներքին գործերի նախարարի տեղակալ 3 հունիսի 2-ին Ղազարյանը տեղեկացրել էր, որ հրաժարական է տալիս Լոռու մարզպետի պաշտոնից եւ դադարեցնում իր քաղաքական եւ կուսակցական գործունեությունը։ Երևանում տրանսպորտի ուղևորցի բարձրացման դեմ ակցիաների շատերի կողմից ուղևորցը չվճարելու արդյունքում թերհավաքագրումներ կան, ուստի նախատեսվող 45 նոր տրոլեյբուսից 30-ը քաղաքապետարանը չի կարողանա ձեռք բերել։ Այս մասին ասուլիսում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը։ Փաշինյանը սոցցանցում արած գրառմամբ նշել է, պետության սեփականության իրավունքն է վերականգնվել աշտարակ Քամենքի օրգով բնակավայրում հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության 4 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ։ Շուկայականին մոտ արկված կադաստրային արժեքը 31.680.000 դրամ, նշված է գրառման մեջ։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող արժնախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահի հետ։ Քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։